Ինչու է վերստին ծնունդը անհրաժեշտ մարդուն։ Հիսուսը ասաց. «Մի զարմանա», Հովհաննես 3:7 խոսք։ Մենք չպետք է զարմանանք այն իրողության վրա, որ մեզ նոր ծնունդ է անհրաժեշտ։ Այդ պահանջը դրամաբանական է եւ հիմնավորված։ Մեզ անհրաժեշտ է վերստին ծնունդ ստանալ, քանի որ առանց դրա մենք հոգեվոր էություն չենք ունենա։ 6-րդ խոսք։ Մարմին բառը նշանակում է մեղավոր բնություն, որ մենք ստանում ենք աշխարհ գալիս։ Երբ Ադամը մեղանչեց, նրա բնությունը դարձավ մեղավոր, եւ մեզանից յուրաքանչյուրը աշխարհ գալով մեղավոր բնություն է ստանում։ Կարդացեք Հռոմեացիների 5-12 խոսք, 18 խոսք, 19 խոսք եւ Սաղմոս 51-7 խոսքերը։ Հռոմեացիներ 8-5-8 խոսքը տալիս է այդ մեղավոր բնության նկարագիրը, որին անվանում են մարմին։ Այն Աստծո հետ թշնամության մեջ է, քանի որ չի հնազանդվում Աստծո օրենքին։ Այդ պատճառով չի կարող գոհացնել Աստծուն։ Մեր բնությամբ մենք չենք կարող հասկանալ եւ գնահատել այն ամենը, ինչ Աստծուց է, եւ անգամ չենք կարող դրա հանդեպ ձգտում ունենալ։ Կարդացեք Ակորինթացիների 2-14 խոսքը։ Մենք կարող ենք վարժեցնել մեր մարմինը, կատարելագործել այն եւ կարող ենք նաեւ կրոնավոր դարձնել, բայց մեր ուժերից վեր է փոխել մեր ներքին բնությունը եւ էությունը։ Այն չի դադարի հակառակվել Աստծուն եւ չի կարող ոչ մի կերպ գոհացնել նրան։ Մարմնից ծնվածը մարմին է,